Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 10 է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր մենք կխոսենք այն զարգացումների մասին, որոնք գնում են մեր ընտրություններից անմիջապես հետո ընտրությունների արդյունքների հետ կապված Նաև ես այսօր կարճ կխոսեմ Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների մասին, կարծես թե մի քիչ սրվել են հիմա հարաբերությունները, չեմ կարծում, որ մեծ պատերազմ կվերսկսվի, բայց սրում կա։ Ինչ է դա նշանակում։ Անպայման տեղյակ պահել մեր հասարակությունը մենք պարտավոր ենք, մենք փորձագետներս, քանի որ Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները անչափ զգայուն են Հայաստանի համար։ Մենք ունենք փայլուն հարաբերություններ այս երկու երկրների հետ, Միացյալ Նահանգների հետ պլանավորում ենք լրջագույն ծրագրեր անել ու մեր շահերից բխում է, որ ի վերջո խաղաղություն հաստատվի, ավելի կայուն խաղաղություն։ Մինչդեռ բարդ պրոցեսներ են ու անպայման տեղյակ կպահեմ այսօրվա իրավիճակի մասին Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների հետ կապված։ Մեր ընտրությունների հետ կապված զարգացումների մասին մենք այսօր կխոսենք, հիմա գնում է վերահաշվարկ մի շարք ընտրատեղամասերի հետ կապված, կասեմ ձեզ, որ կուսակցությունները բողոք ներկայացրեցին ու հիմա վերահաշվարկ գնում է, դուք գիտեք, վերջնական արդյունքները պետք է հայտարարվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հունիսի 14-ին 4 օր անց հիմա գնում է ինչ-որ լուրջ պրոցես վերստուգելու արդյունքները, դուք հիշում եք այդ պատմությունը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, անցել է թե ոչ, ստեղ գնում են զարգացումներ, այդ բոլոր զարգացումները անչափ կարևոր է ուսումնասիրել, քանի որ իրանք կապված են լեգիտիմության հետ այս ընտրությունների։ Եղել են խախտումները մեծ քանակությամբ թե ոչ, ով է մեզ շնորհավորել այդ պետք է շարունակեմ, քանի որ նոր եւ նոր պետությունները շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին հաղթանակի հետ կապված, միաժամանակ Ռուսաստանի դիրքորոշումը ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունները շոկի մեջ են, շոկ ընկան արդյունքներից։ Իրանք մտածում էին, որ իրենց ազդեցությունը Հայաստանում այդքան մեծ է, որ կարող են, ասենք, վիրավորելով Հայաստանի իշխանություններին, ճնշում գործադրելով Հայաստանի իշխանությունների դեմ, Հայաստանի դեմ սանկցիան քաղաքականություն իրականացնող այս ձևի քաղաքականությամբ կարող էին փոխել ընթացքը ընտրությունների եւ արդյունքները, բայց պարզվեց իրանց ազդեցությունը շատ ու շատ ավելի փոքր է, Նիկոլ Փաշինյանը հաղթող դուրս եկավ։ Բայց այս զարգացումները ներքին քաղաքական հիմա որոնք գնում են անչափ կարևոր են եւ բոլոր նյուանսները բարձել այդ բոլոր բողոքները ուսումնասիրել անչափ կարևոր է որ լեգիտիմության process-ը չթուլանա, որը եղել է մեր այս ընտրությունների ժամանակ։ Բարձր լեգիտիմություն, ժողովրդավար ընտրություններ թափանցիկ, մրցակցային ու ստեղ է, որ ստվերջ պետք է ընկնի։ Պարզ է, մենք կխոսենք նաև Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին անմիջապես ընտրություններից հետո։ Ինչքան հասկանում ենք, ինքը վճռական քայլեր պատրաստ է անել, քրեական գործ նորից հարուցվեց պարոն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, քրեական գործ հարուցվեց Միկա Բադալյանի նկատմամբ, ինչ որ process գնում է եւ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված եւ ընտրակեղծիքների հետ կապված, պարզ է բոլոր այդ դեպքերը պետք է ուսումնասիրվեն, անմեղության կանխավարկած կա, բայց ինչքան տեսնում եմ Նիկոլ Փաշինյանը լի է վճռականության այն խոստումները, սպառնալիքները, որոնք ինքը հնչեցրեց ընտրարշավի ժամանակ իրականացնել։ Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը։ Խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, ինչը շատ է օգնում ավելի էֆեկտիվ տարածել
այս ինֆորմացիան, այս վերլուծությունը, որով մենք ձեզ հետ կիսվում ենք, որ տարածվի հայության մեջ, եւ սփյուռքայության մեջ, եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների մեջ։ Ուրեմն Դոնալդ Տրամպը հայտարարեց, որ հակահարվածներ կտրվեն Իրանի դեմ։ Գիտեք, որ Իրանը երեք Միացյալ Նահանգների ռազմական ուղղաթիռը խփեց։ Իրանը ոչնչացրեց, խփեց այս ուղղաթիռը Միացյալ Նահանգների Apache համակարգի, Միացյալ Նահանգները դժգոհ են, մյուս կողմից Իրանը ասում է մենք զգուշացրել ենք, որ Հորմուզի նեղուցում չպետք է լինեն ռազմական ուժեր Միացյալ Նահանգների, մյուս կողմից Միացյալ Նահանգները պարզ է ասեցին, որ առանց պատասխանի դա չենք թողնի ու ինչքան հասկանում եմ հենց հիմա գնում են ռազմական լոկալ գործողություններ Միացյալ Նահանգների Իրանի դեմ ուղղված։ Ես չեմ ուզում ձեզանից թաքցնել, ուշադիր հետևում եմ, շատ եմ ուզում, որ խաղաղություն հաստատի ու այդ զինադադարը, որը հաստատվեց Միացյալ Նահանգներ Իրանի միջև, որ այդ զինադադարը իրոք կայուն խաղաղություն դառնա, տեղափոխվի կայուն խաղաղության process-ի մեջ, բայց ցավով շատ փխրուն է իրավիճակը, բավական բարդ են գնում բանակցությունները, Դոնալդ Տրամպը լրագրողները հաշվարկ արեցին, հիշում եք ապրիլին, երբ որ զինադադարի եկան Միացյալ Նահանգները ու Իրանը, ապրիլից մոտավորապես 37 անգամ լրագրողները հաշվեցին, որ 37 անգամ Դոնալդ Տրամպը ասում էր հեսա մի քանի ժամից Իրանի հետ վերջնական պայմանագիր խաղաղության կկնքենք, ես հիշում եք զգուշացրել եմ, որ ավելի բարդ է վիճակը, քան թե Դոնալդ Տրամպը պատկերացնում է, ես հասկանում եմ ինքը մարդ է, որը ոգևորված, ուզում է որ ստացվի, բայց բարդ է իրավիճակը, հաշվի առնելով նաև Իրանի պետության ավանդույթները, որոնք մի քանի հազար տարվա ավանդույթներ են, Իրանը բավական էֆեկտիվ նուրբ բանակցություններ է վարում, շատ դժվար է իրանց հետ գործ ունենալ ու ստեղ է, որ այն լավատեսությունը, որը շատ հաճախ գալիս է Միացյալ Նահանգների նախագահից, ես չեմ կիսում, քանի որ գիտեմ ինչքան բարդ է իրավիճակը։ Ուրեմն լրագրողները հաշվեցին, ասին 37 անգամ Տրամպը ասում էր, որ հեսա մի երկու ժամից հարցը կլուծվի ու երեք էլ հայտարարություն արեց Դոնալդ Տրամպը, որ 2 մաքսիմում 3 ժամում մենք վերջնական կստորագրենք պայմանագիր Իրանի հետ, բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք էսկալացիա։ Հուսով եմ, որ այնուամենայնիվ կողմերը չափը չեն անցնի, բայց պետք է ճիշտ ասեմ, որ Իրանը իրոք պահպանեց շատ ու շատ իր զենքեր, զինամթերք, զինուժը բավական դիմադրողական պայքար է տանում, ես պետք է ասեմ, որ այսօր Իրանը նաև հարվածներ հասցրեց Միացյալ Նահանգների ռազմաբազաների վրա, որոնք գտնվում են Բահրեյնում, Քուվեյթում եւ Հորդանանում։ Բավական լուրջ է վիճակը դա։ Իրանը ինչ է ասում, ամերիկացիք դուրս եկեք այս տարածաշրջանից, նոր խաղաղություն կլինի։ Պարզ է, որ պարտքի տակ չի մնա Դոնալդ Տրամպը, հասկանալի է, ստեղ նաև կա մի նյուանս շատ կարևոր, Օմանը Իրանի հետ է մեկ հարցում։ Օմանն էլ ասում է, որ Հորմուզի նեղուցը դա Օման-Իրան համատեղ տարածքն է, դա նեյտրալ ջրեր չեն։ Դա բարդացնում է բանակցային process-ը։ Ուրեմն էսա վիճակը Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Ես հիմա անցնում եմ մեր ներքին զարգացումների, որոնք կան մեր ընտրարշավից հետո, քանի որ շատ կարևոր process-ներ են գնում, կարևորագույն process-ներից մեկը, դուք գիտեք, ընտրարշավից ընտրության օրվանից անմիջապես հետո, ամսի 7-ից հետո մեր օրենքների համաձայն կուսակցությունները իրավունք ունեն բողոքներ ներկայացնել, որ առանձին տեղամասերում վերահաշվարկ արվի ձայների, այ հիմա այս process-ը գնում է ու պետք է ասեմ, որ ստեղ
կան նյուանսներ, որոնց մասին հիմա մենք կխոսենք։ Բայց միջ այդ ես երեկ էլ սկսեցի թվարկել այն պետությունների ցանկը, ովքեր շնորհավորեցին Հայաստանը լավ անցկացված ընտրությունների առիթով, շնորհավորեցին քաղաքապայմանագիրը կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի, որը հաղթող դուրս եկավ, այդ ցանկը շարունակվում է այն ցանկին պետությունների, ով շնորհավորեց Հայաստանը եւ Նիկոլ Փաշինյանին, հիմա գումարվեցին Ռումինիայի նախագահան, վարչապետը Խորվաթիայի, վարչապետը Կանադայի, ես շատ էի սպասում Կանադայի հետ փայլուն հարաբերություններ են, վարչապետը Կանադային շնորհավորեց, Մեծ Բրիտանիայից մեզ շնորհավորեց Մեծ Բրիտանիայի կառավարության անդամներից մեկը, որը եվրոպական գծով նախարար է, Եվրոմիությունը առանձին հիշում եք Եվրոմիության ղեկավարությունը շնորհավորեց, հիմա Եվրոմիությունը որպես կազմակերպություն հանդես եկավ շատ լուրջ հայտարարությամբ իօքուտ մեր ընտրությունների եւ իօքուտ նրա, որ վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը, որը խաղաղության օրակարգը առաջ է տանում, եվրոինտեգրացիան առաջ է տանելու։ Մեզ համար նաեւ շատ կարեւոր է, որ Ղրղստանի նախագահան շնորհավորեց Հայաստանը այս արդյունքների առիթով։ Հիշում եք Ղազախստանի նախագահան Վրաստանի վարչապետից հետո երկրորդը շնորհավորեց երեք չարաչորը մեր ղեկավարությանը Նիկոլ Փաշինյանին, ինչով է շատ կարևոր, որ Ղազախստանը, Ղրղստանի ղեկավարությունը շնորհավորեցին քաղաքապայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանին, քանի որ իրանք ԵԱՏՄ-ի անդամ են։ Ռուսաստանը փորձում է ԵԱՏՄ-ի շրջանակներով, հապկի շրջանակներով ցույց տալ, որ Հայաստանը վատն է, Հայաստանը չի կատարում պարտավորություններ, Ռուսաստանը հիմա էլ պնդում է, մի քիչ ավելի ուշ կխոսեմ, պաշտոնյաները, որ այս ընտրությունները մաքուր չէին, այս ընտրություններում աննախադեպ ճնշում էր ընդդիմության վրա, ու այն, որ Ղազախստանի եւ Ղրղստանի ղեկավարները շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, դա ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում չկա միասնական դիրքորոշում Հայաստանի դեմ ուղղված, չկարողացավ Պուտինը հասնել դրան։ Ավելին, ԱՊ-ի երկրների դիտորդների առաքելության ղեկավարը, ԱՊ-ի երկրների ղեկավարը հանդես եկավ ելույթով ու ասեց, հա, լարված վիճակ էր, պայքար էր, բայց մեր դիտորդները, ԱՊ-ի երկրների դիտորդները ասում են, որ տեղամասերում ամեն ինչ նորմալ է։ Անչափ կարևոր է դա։ Անչափ կարևոր է, որ Վրաստանի վարչապետը Իրակլի Կոբախիձեն, որը հիշում եք գիշերը ամսի 8-ին շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, մի հատ էլ անդրադարձավ այս թեմային, ինքը ասեց պարոն Իրակլի Կոբախիձեն, որ ինքը ուրախ է, որ Նիկոլ Փաշինյանը ու իր կուսակցությունը վերընտրվեցին, քանի որ անձնական դերը հայ-վրացական հարաբերությունների բարձրացումը ռազմավարական մակարդակի անձնական դերը Նիկոլ Փաշինյանի այդ հարցում ասեց որոշիչ էր։ Ես պետք է ասեմ, որ Ստամբուլում անցավ 3-4 օրը արտգործնախարարների նիստը Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան։ Դուք գիտեք Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան այս երկկողմ ունեն ֆորմատ, ձևաչափ աշխատելու, վաղուց է ռազմավարական նշանակություն ծրագրեր են համատեղ արել ու այս երկկող հերթական նիստը Ստամբուլում է, որտեղ որ քննարկվել են նոր պլաններ այս երեք պետությունների՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Ու այստեղ է, որ Մակա Բոչորիշվիլին, Վրաստանի արտգործնախարարը, իր ելույթում պրես-կոնֆերանսի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարի հետ միասին այդ պրես-կոնֆերանսում ինքը հատուկ նշեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության process-ը, որ Վրաստանը ողջունում է, որ համագործակցությունը Ադրբեջան-Հայաստան գնում է, որ խաղաղության process-ը գնում է։ Նաեւ դա շատ կարեւոր է, որ Վրաստանը այս խաղաղության process-ի նկատմամբ շատ դրական դեր ունի։ Հիմա ուզում եմ անցնել այս ընտրական արդյունքների ավարտից հետո, ընտրության օրվա արդյունքներից հետո ինչ process-ներ են գնում Հայաստանի ներսում։ Բոլորը սպասում են ուժեղ Հայաստանի հայտարարությանը։ Բոլորը սպասում են, բոլոր ընդդիմադիր նաև ուժերը, քանի որ
ուժեղ Հայաստանը, որը գլխավորում է Սամվել Կարապետյանը, այդ ուժն է, որը երկրորդներ ընտրարշավի ժամանակ ու ամենաշատ հավաքած ձայներ ընդդիմադիր ուժերի մեջ, ռուսամետ ու ընդդիմադիր ուժերի մեջ։ Ու շատ կարևոր էր ոնց են իրենք խոսում, ասում այս ընտրությունների մասին։ Բայց կարևորագույն օրենքի պահանջը որն է։ Ամսի 7-ին ընտրությունները ավարտվեցին։ Կարևորագույն պահանջներից մեկը օրենքի, ընտրական օրենսգրքի, նաև որ եթե կան բողոքներ կուսակցությունների կողմից, ովքեր մասնակցել են այդ ընտրարշավում, իրանք կարող են այդ բողոքները մինչև ամսի 9 ժամը 11-ը ներկայացնել, օրինակ, վերահաշվարկ անել տարբեր տեղամասերում։ Ու այդպես գտնվեցին, ինչքան հասկանում եմ, 4 ուժեր այս ընտրարշավի, որոնք պահանջեցին վերահաշվարկ ձայների առանձին տեղամասերում։ Դա Բարգավաճ Հայաստանն է, դա Միասնության թևերն են, դա Հայաստան դաշինքն է եւ ինչքան հասկանում եմ նաեւ ուժեղ Հայաստան դաշինքն է, մինչդեռ ի պաշտոն է ասված էր, որ այդ առաջի իմ թվարկած 3 ուժերն են, բայց քանի որ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները վերահաշվարկի հետ կապված 1-2 հայտարարություն արեցին, ինչքան հասկանում եմ, իրանք էլ պահանջեցին վերահաշվարկ առանձին տեղամասերով։ Ինչով է կարևոր այդ process-ը։ Այդ process-ը ցույց է տալիս, ինչքան մաքուր էին անցել ընտրությունները։ Քանի որ վերահաշվարկը ցույց է տալիս սխալներ արվել են հաշվառման ժամանակ այս ընտրության օրվա վերջում, երբ որ բյուլետենները հաշվում էին, թե չէ, դա լեգիտիմության հետ առնչվող հարց է ընտրությունների։ Ստեղ պետք է ասել, որ չկա բողոք, որ առանձին տեղամասերում չեղյալ համարվեն արդյունքները։ Այս ձևի բողոքներ չկան, բայց վերահաշվարկ անելու կան։ Հիմա դուք կարող եք ասել, այդ վերահաշվարկը, որը սկսվեց ամսի 9-ից, ստացվեցին բողոքներ ու սկսվեց վերահաշվարկ ամսի 9-ից, երբ ավարտվելու։ Ավարտվում է մեր օրենքով ամսի 12-ին։ Ժամը 2-ին։ Ուրեմն ամսի 12-ին, 2 օրից հետո ժամը 2-ին կա ավարտվի վերահաշվարկը։ Ու երբ է օրենքի համաձայն մեր ընտրական օրենսգրքի համաձայն երբ են տպվելու վերջնական արդյունքները ընտրությունների։ Ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալները հիշում եք հրապարակեց ամսի 8-ին, հունիսի ամսի 8-ին առավոտ շուտ 9-ին։ Հիմա վերջնական արդյունքները օրենքի համաձայն պետք է ֆիքսվեն ամսի 14-ին։ Ամսի 14-ին հունիսի մենք կունենանք վերջնական պատկերը։ Դուք հիշում եք, ամբողջ այդ process-ում մեկ խնդիր առաջացավ։ Բացի քաղ պայմանագրից, ուժեղ Հայաստան դաշինքից եւ Հայաստան դաշինքից շեմը ընտրական անցավ նաեւ Բարգավաճ Հայաստանը։ Գոնե առաջի հայտարարության մեջ ասված էր, որ 4% իրենք հավաքեցին։ Բայց հետո ուղղակի տեխնիկական պատճառներով ասեցին, որ հաշվի չառվեց ինչ որ գործոն ու Բարգավաճ Հայաստանը չանցավ։ Ուրեմն նախնական տվյալներով սկզբից ասեցին Բարգավաճ Հայաստանը անցավ, հետո ասեցին չանցավ ու պարզ է, որ այս վերահաշվառման process-ը ել ավելի կարևոր է դառնում այս կոնտեքստով, քանի որ իրոք 50 թե 60 ձայն այս կողմ այն կողմ 50-60 ձայնի մասին է խոսքը, կլուծի հարց Բարգավաճ Հայաստան անցավ թե ոչ, ուրեմն վերահաշվարկը այդ կարևորությունը այդ process-ի ել ավելի բարձրացավ։ Դրանից կախված կլինի մենք կունենանք ազգային ժողովում 3 ֆրակցիա թե 4։ Նաև պետք է ասեմ, որ նորից կրկնում եմ, ամսի հունիսի 14-ին մենք վերջնական պատկերը կունենանք, ով անցավ ազգային ժողով, որ ֆրակցիան ինչքան մանդատներ կստանա, բայց բացի դրանից ուզում եմ ասել, առաջի անդրանիկ նիստը ազգային ժողովի կանցնի օգոստոսի 2-ի սահմանադրության համաձայն։ Հունիսի 29-ին այս ամսվա վերջնական մանդատները կբաշխվեն։ Պարզ է, եթե արդյունքները անվավերջ չհամարվեն։ Ես չեմ տեսնում դրա համար ոչ մի հիմքեր, որ այս ընտրությունների լեգիտիմությունը, օրինականությունը, որ
հարցականի տակ լինի, բայց ցանկացած դեպքում վերահաշվարկը դա կարևոր process է։ Հիմա այս ամբողջ process-ին բոլորը սպասում են ինչ ասելու ուժեղ Հայաստանը։ Ուժեղ Հայաստանը ինչ է ասում։ Մենք բոլոր տեղամասերից ունենք արձանագրություններ, ինչով ավարտվեցին ընտրությունները, համեմատում ենք այն արձանագրությունների, որոնք կան կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այդ ամեն ինչը կուսումնասիրենք, բողոքների շարքը կուսումնասիրենք, հետո կասենք ինչ ենք մենք համարում ճիշտ ու սխալ։ Ինչու սպասում են ուժեղ Հայաստանին բոլորը, քանի որ ուժեղ Հայաստանը գլխավոր ստացվեց ամենամեծ ընդդիմադիր ուժն է, որը ստացավ ամենաշատ ձայները, ուրեմն իրենցից է կախված հետագա քայլերը ընդդիմադիր ուժերի։ Իրանք ասում են, որ մենք դեր ուսումնասիրում ենք։ Ես դժվարանում եմ ասել, ինչի այդքան երկար իրանք ուսումնասիրում են, ունենալով բոլոր առանց բացառությամբ 2005 ընտրատեղամասերում իրանց մարդկանց եւ դիտորդներ եւ վստահված անձանց, չգիտեմ ինչի երկար, բայց տեսնում եմ զուգահեռը Կրեմլը, Ռուսաստանի ղեկավարությունը Կրեմլից նաև նույն միտքն էր ասում, մենք ուսումնասիրում ենք այն, ինչ կատարվեց ընտրությունների ժամանակ, նոր կասենք Եփե Փաշինյանին շնորհավորելու Պուտինը կամ ինչ մյուս քայլեր մենք կանենք։ Նարեկ Կարապետյանը, որը դու գիտեք առաջի համարներ ուժեղ Հայաստանի ցուցակում, դե իրանց վարչապետի տեխնացում Սամվել Կարապետյանն է, բայց ցուցակում Սամվել Կարապետյանը չէր կարող լինել, գիտեք պատճառը, ինչու ինքը 3 երկրների քաղաքացի էր, հիմա 2 երկրների քաղաքացիությունից կարծես թե ուզում է դուրս գալ, բայց չէր կարող լինել ցուցակներում, Նարեկ Կարապետյանն էր առաջինը այդ ցուցակում ուժեղ Հայաստանի։ Նարեկ Կարապետյանը ասեց, որ իրանք նաև սպասում են Բարգավաճ Հայաստանի հետ կապված պատմությունը։ Ես մի քիչ մանրամասն ուզում եմ ներկայացնել։ Ուրեմն Բարգավաճ Հայաստանի դեպքում տոկոսները հիմա չեմ ասում, 4% կարծես թե չեն հաղթահարել, պարզվեց, սկզբից ասեցին անցավ Բարգավաճ Հայաստանը, հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասեց, որ չանցան։ Ստեղ տոկոսները կարևոր չի, ձայների քանակը ձեզ ասեմ։ Ուղղակի հարցը գնում է 60 ձայնի մասին։ 60 ձայն եթե գտնի Բարգավաճ Հայաստանը, որ սխալներ արվել են, իրանց ձայները կորել են, եթե 60 ձայն գտնեն, կոպիտ ասած իրանք անցնում են այս պակասը 4%-ի միայն 60 ձայն է։ Հիմա ու դա բերեց նրան, որ հիմա վերահաշվարկ գնում է։ Ու ինչ է ասում Նարեկ Կարապետյանը։ Ինքը ասում է, որ քանի որ Բարգավաճ Հայաստանը եթե անցնում է, այ վերահաշվարկը ցույց կտա, ավտոմատ դա կբերի նրան, որ Նիկոլ Փաշինյանը չի ունենա 3/5-ը 60%-ը։ Հա, Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն 67%։ Ինքը կրեց, հաղթող դուրս եկավ, բայց չունի 67%։ Բայց արանքում կա շատ կարևոր շեմ 60%-ը։ Ու Նարեկ Կարապետյանը հիշեցնում է մեզ բոլորից, որ 60%-ը ինչով է կարևոր, որ դատախազներ, դատավորներ, իրենց հարցերը ազգային ժողովում լուծում են 60% ձայներով, ոչ թե 67%-ով։ Այո, մեր սահմանադրության համաձայն մենք ունենք երկու շեմ սահմանադրական 60% ու 67%-ով։ 67%-ը օրինակ թույլ է տալիս հանրակրվե նշանակել ու անցկացնել տարբեր հարցերի հետ կապված հանրակրվե։ 60%-ը թույլ է տալիս նույնիսկ սահմանադրությունում փոփոխություն կատարել կամ նշանակել դատախազ, նշանակել դատավորներ։ Մեզ մոտ բարդ սահմանադրական կարգ է ու հիմա ինչ է ասում Նարեկ Կարապետյանը։ Եթե անցնում է Բարգավաճ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը չի ունենա այդ 60% ձայներ, կունենա 58% ձայներ։ Եթե անցնում է Բարգավաճ Հայաստանը, չի անցնում, Նիկոլ Փաշինյանը լրացուցիչ 2-3 մանդատ կստանա ու կունենա 60%։ Դա է պատճառը, որ իրանք ասում են վերահաշվարկը Ծառուկյանի հետ կապված, իր կուսակցության հետ կապված անչափ կարևոր է։ Նու բացի դրանից ինքը ասեց Նարեկ Կարապետյանը, իրանք հիմա ուսումնասիրում են ու որոշում կընդունեն մտնել պայքարի մեջ ինչ տիպի։ Կոպիտ ասած ընտրություններով
ընտրությունների արդյունքները վիճարկելու ճանապարհով կգնան, թե դուրս կգան փողոց ու սահմանադրական կարգի համաձայն փողոցային պայքար տանեն հանրահավաքներով, պիկետներով եւ այլն։ Իշխան Սաղաթելյանը ինքը գլխավոր դեմքերից է Հայաստան դաշինքի, գիտեք, ինքը ասեց, որ մենք ցանկացած դեպքում որոշում ընդունեցինք սահմանադրական դատարանում վիճարկել արդյունքները։ Այդ փուլը դեռ չի հասել Հայաստանը, ես ասեցի ձեզ, վերահաշվարկ է գնում ամսի 14-ին հունիսի, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարի, ասի մեզ վերջնական արդյունքները, դրանից հետո կուսակցությունները, ովքեր վիճարկում են կասկածի տակ են դնում այս ընտրարշավը, ընտրական process-ը, իրանք իրավունք ունեն դիմելու սահմանադրական դատարան վիճարկելու արդյունքները ընտրությունների, ու Արմենիա խմբակցությունը ասեց, մենք էլ սպասում ենք այդ վերահաշվարկին, բայց ցանկացած դեպքում, երբ որ ժամանակը գա, մենք կդիմենք սահմանադրական դատարանի։ Հիմա այն հարցը մանդատները վերցնում է ընդդիմությունը թե ոչ, ընդդիմությունը ասում է թող վերջնական լուծվի հարցը ով անցավ ընդդիմադիր ուժերից, երկուսը թե երեքը, ու իմաստ ունի չվերցնել մանդատները սահմանադրական ճգնաժամ ստեղծելը միայն միասին, առանձին դա իմաստ չունի։ Այդ է ասում ընդդիմությունը, բայց ցանկացած դեպքում հուշկու հարված տվեց Պուտինին, հուշկու հարված ոչ միայն մեր ժողովուրդը, որ վերընտրեց Նիկոլ Փաշինյանին քաղաքապայմանագիրը դեպի Եվրոպա գնալու ճանապարհը, հուշկու հարված տվեց նաև ԱՊ երկրների դիտորդները։ Ես նոր ասեցի, ԱՊ երկրների դիտորդների գլխավոր դեմքը Սերգեյ Լեբեդևը, որը գլխավոր քարտուղարն է ԱՊ երկրներում, այդ ինստիտուտը, որ կա ու քարտուղարությունը, որ կա, ինքը գլխավոր քարտուղարն է, այդ պարոն Լեբեդևը ասեց, այո, լարված էին ընտրությունները եւ այլ, մենք հույսով ենք, որ կկայունանա վիճակը Հայաստանում ընտրություններից հետո, բայց հետո երբ որ հարցրեցին դիտորդները, ձեր դիտորդները ինչ են ասում, ինքը ասեց, մեր դիտորդները ասում են, որ ամեն ինչ լավ էր ընտրատարածքներում։ Դա հուշկու հարված է Պուտինի։ То есть ԱՊ երկրների դիտորդները, որտեղ մտնում է Ղրղստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Բելարուսի դիտորդները, Ռուսաստանյան դիտորդները ԱՊ երկրների մեջ, իրանք բոլորը ասեցին, որ ընտրությունները լավն են։ Այնտեղ առանձին կարծիք ասում էին Ռուսաստանից եկած դիտորդները ԱՊ երկրների շրջանակներում, որ լարված էր, որ ընդդիմության դեմ ճնշում էր, բայց հավաքական որոշումը դրական էր մեր ընտրարշավի համար։ Ես դա հատուկ նշում եմ, որ մենք հասկանանք, որ process-ը իրոք լավ անցան ընտրությունները, բայց այնուամենայնիվ ընդդիմադիրների քայլերից պետք է հետևենք։ Վեր հաշվարկը պետք է հստակ արվի, որ մաքուր պատկեր մենք ունենանք, ու ես գիտեմ, որ հիմա վերահաշվարկը գնում է, մոտ ժամերս կստանանք ինֆորմացիան վերահաշվարկի հետ կապված, օրինակ Բարգավաճ Հայաստանից կար հայտարարություն, որ մի տեղամասում օրինակ սխալ տպվեց արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այնտեղ 77 ձայն կորցրեց Բարգավաճ Հայաստանը, ուժեղ Հայաստանն էլ ինչ որ տվյալներ ասեց, որ կան տեղեր, որտեղ սխալ տպվեց արդյունքները, սխալ են տպվել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձագանքը ես սպասում եմ։ Գիտեք, հիմա շատ են մանիպուլյացիաներ, ստեր տարածվում, ինձ համար շատ կարևոր է, որ վերահաշվարկը լինի ու մեզ օբյեկտիվ պատկերը տան։ Ուստեղ իշխանությունները շատ զգուշ պետք է լինեն, ուշադիր, ոչ մի սխալ չանեն, որ դա չդառնա առիթ շարքելու լեգիտիմությունը այս ընտրությունների։ Հիմա Ռուսաստանը իրոք շոկի մեջ է, Պեսկովին հարցրեցին, ինչու Պուտինը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին, Պեսկովը այդպես փորձեց տանել բերել, դե ասում է, գիտեք ինչա, մենք սպասում ենք
պաշտոնական արդյունքների հրապարակմանը, դա պետք է լինի հունիսի 14-ին, ես ձեզ հիշեցրում եմ, ու ինքը ասում է, քանի որ շատ էին բողոքները գալիս, որ շատ են խախտումները, այս ձևի մենք ստանում ենք բողոքներ, մենք սպասում ենք վերջնական ուսումնասիրությանը, մենք ուսումնասիրում ենք ու վերջնական արդյունքների սպասում ենք Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Պետդումայում Ռուսաստանի Վիկտոր Վոլդոլացկին, այդպես падգամավոր կա, որը ԱՊ-ի երկրների այդ կոմիտեի տեղակալն է, ինքը այնտեղ խոսեց, որ Հայաստանը օգտվում է բարիքներից, ԵԱՏՄ-ի կրկնեց այդ իրանց նարատիվները, ուրեմն պետք չի աջակցել, քանի որ ինքը ասում է, որ Եվրոմիությունը ուզում է ոչնչացնել Հայաստանի անկախությունը, ուզում է ոչնչացնել Հայաստանի քրիստոնեությունը ու բախում է ստեղծում Հայաստանի մի կողմից, մյուս կողմից ՀԱՊԿ-ի հետ, ԵԱՏՄ-ի հետ, ԱՊ-ի երկրների կառույցների հետ։ Նու այդ ինչ որ հեքիաթներ, նարատիվներ տարածում են, շարունակում են տարածել, բայց այդպես ագրեսիվ լայնամասշտաբ, որը կար վերջին 1-2 ամսվա մեջ, այլևս չկա, քանի որ Ռուսաստանը իրոք շոկի մեջ է, Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը ընտրեց, մեսեջ ուղարկեց, որ մենք գնում ենք դեպի Եվրոմիություն ու ձեր ճնշումը չազդեց։ 10 գործակալությունը, դա պետական գործակալություն է, մեծ հոդված տպեց վերլուծություն կապված մեր ընտրությունների հետ ու ասեցին ամենակեղտոտ ընտրություններն են Հայաստանի պատմության մեջ։ Այսօր Մարիա Զախարովան նորից արձագանքեց այս այսօրվա իր զարգացումներին ու ասեց Հայաստանում կա պահանջարկ աշխատել Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ, բայց ով է ասում ոչ։ Այո, Մարիա Զախարովան, մեզ մոտ կան 30-35% մարդիկ, ովքեր կողմ են շարունակել աշխատել Ռուսաստանի հետ։ Կասկած ես չունեմ, որ իշխանություններն են ուզում են աշխատել Ռուսաստանի հետ։ Կողմ են նույնիսկ ԵԱՏՄ-ի, քանի որ մեզ մոտ ժողովրդավարությունն է։ Մեզ մոտ տեսակ կրեց ուժը, որը դեպի եվրոինտեգրացիա է գնում, բայց 37% ստացան այն ուժերը 37%, ովքեր ռուսամետ դիրքորոշում ունեն։ Ուրեմն այո, հասարակության մեջ հատված կա, որը դեմ չի Ռուսաստանի հետ աշխատել։ Հետո ինչ։ Հիմա Ռուսաստանը իրոք շոկի մեջ են, ինչ որ մտքեր իրանք ասում են, որոնք անիմաստ, օրինակ Մարիա Զախարովը ասաց այն միտքը, որ Հայաստանի ներսում կա պահանջարկ Ռուսաստանի հետ աշխատել, անիմաստ միտք է։ Մեզ մոտ ժողովրդավարություն է, ինչ որ տոկոս մարդիկ ուզում են Ռուսաստանի հետ աշխատել, շատ լավ։ Բայց մեծամասնությունը ինչ է ուզում։ Բացի դրանից Մարիա Զախարովան ասեց, որ արևմուտքը միջամտում էր այդ ընտրությունների մեջ, մեծ ճնշում էր ընդդիմության վրա։ Ինչ եմ ուզում ասել, այս խոսքերը ասվում են իներցիայով, քանի որ շոկի մեջ է Ռուսաստանը։ Իրոք իրանք մտածում էին, որ ազդեցությունը հայ ժողովրդի վրա այդքան մեծ է, որ հաղթող դուրս կգան ռուսամետ ուժերը, բայց չստացվեց, քանի որ իրանք չեն տիրապետում օբյեկտիվ իրավիճակի Հայաստանի ներսում։ Ես պետք է ասեմ նաև, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություններ արեց, համարձակ, պարզ երևում է, որ գործող իշխանությունները հասկացան լրջությունը իրավիճակի, հասկացան ինչ է հիբրիդային պատերազմը Ռուսաստանի կողմից եկած։ Ուրեմն իրանք պետք է իրանց քայլերը ավելի հստակ, ավելի կոշտ անեն։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է անպայման նոր ընտրություններ անցկացնել Գյումրիում, հասկացավ բարեբախտաբար իշխանությունը ինչքան վտանգավոր են այդ կոռուպցիոն կրիմինալ կապերը, ռիսկերը, դու գիտեք ձերբակալությունները շարունակվում են, հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացնում է գործեր կապված տարբեր նախկին պաշտոնյաների, մեծահարուստների հետ ու այս պայքարը հիմա ինչքան հասկանում եմ լայնանում է, ընդլայնվում է, ուժեղանում է։ Ես կարծում եմ իշխանությունները այս ընտրությունների ժամանակվա խնդիրների հետ կապված հասկացան լրջությունը, որ այո, պետք է ավելի էֆեկտիվ, ավելի հետևողական քայլեր անես եւ կոռուպցիայի դեմ պայքարում, եւ ընտրարշավի ժամանակվա այդ կոռուպցիոն ռիսկերի, մարդկանց ուղղորդելու ընտրությունների, մարդկանց կաշառելու այդ process-ի դեմ էլ պետք է շարունակեն պայքարել։
հասկացավ իշխանությունը վտանգ այդ նեգատիվ երևույթների, ինչը կարելի է միայն ողջունել։ Ես ավարտեցի իմ ելույթը, նայենք մոտ օրերի զարգացումները, ինչ է անելու Հայաստանի ռուսամետ ընդդիմությունը, կհամարձակվի գնալ ապակայունացման Հայաստանի ներսում, իմ կարծիքով չի համարձակվի, բայց իրենց արձագանքը այնուամենայնիվ ցանկացած դեպքում շատ կարևոր է, ինչ կանի Ռուսաստանը, շոկից դուրս կգա թե ոչ, նայենք։ Մինչ նոր հանդիպումներ։